Երևան քաղաքի պատմության թանգարանը հանդես է եկել մի գեղեցիկ նախաձեռնությամբ եւ կանանց մեկամսյակի առիթով թանգարանում մենք բացեցինք մի յուրօրինակ ցուցահանդես կնոջ զգեստապահարանի գաղտնիքը խորագրով։ Այն իրենից ներկայացնում է մի բացառիկ ցուցահանդես, որտեղ առաջին անգամ են ներկայացվում առհասարակ Հայաստանում առաջին անգամ է ներկայացվում կնոջ ուրեմն զգեստապահարանի այն գաղտնիքները, ինչպես ընդունված է ասել, եւ դրանք ներքնազգեստներն են, սեղմիրանները, անձնական իրեր, հագուստի պարագաներ եւ աքսեսուարներ։ Այս ամենով թանգարանը փորձում է իր ներդրում ունենալ համայնքին եւ զբոսաշրջիկներին ներկայացնելու կնոջ նրբագեղ տարիներով թաքնված այս գեղեցիկ թանգարանային նմուշները, որոնց վրա կարելի է տեսնել նաեւ շատ յուրօրինակ տեխնիկայով կատարված ասեղնագործություններ, դրանք Վանի, Ուրֆայի, Մարաշի եւ Կարսի, Կարինի ասեղնագործություններն են եւ գիտենք, որ այսօր էլ այս դպրոցների ուղղությունները պահպանված են մեր իրականության մեջ եւ բազմաթիվ ասեղնագործ կանայք կրկնօրինակում են անցյալի այդ վաղ նմուշները։ Ցուցահանդեսում ներկայացված են ուրեմն 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի առարկաները։ Այս ամենը մի յուրօրինակ լույս է սփռում, այսպես ասած, մեր պատմության վաղ անցյալի էջերից, որոնց միջոցով այցելուները կբացահայտեն հայ կնոջ գեղեցկության գաղտնիքները։ Ցուցահանդեսը ուրեմն բացվել է մարտի 6-ին, տոներին ընդառաջ եւ կգործի մինչեւ ապրիլի 7-ը։ Այս մեկ ամսվա ընթացքում այցելուները ունեն հնարավորություն նաեւ լուսանկարահանվել թանգարանի առաջին հարկում տեղակայված ուրեմն ֆոտո ատելյե Մարաշլյանում, որտեղ այն հագուստներն են ներկայացնում ժամանակին բնորոշ եւ ստանալ յուրօրինակ, այսպես ասած, կադրեր, որոնք կարող են ստանալ հենց նվեր որպես հուշ թանգարան այցելության ընթացքին եւ ստանան ապրիլի 7-ին։